Նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցությանը իմ թեկնածությունը հաշվեկնիչ պալատի անդամի պաշտոնում ներկայացնելու համար։ Շնորհակալ եմ նաև հանձնաժողովին այս քննարկման եւ հաշվեկնիչ պալատի հետագա զարգացման շուրջ իմ պատկերացումներով կիսվելու հնարավորության համար։ Որպես երիտասարդ սահմանադրական մարմին, հաշվեկնիչ պալատը իր գործունեության 7 տարիների ընթացքում անցել է կայացման որոշակի ճանապարհ։ Խոսելով կառույցի ապագայի մասին, կփորձեմ տեսլական կառուցել հետևյալ արժեբանական հենքի վրա։ Առաջինը մարդակենտրոնություն։ Կարծում եմ, հաշվեկնության գործառույթը հայացքով պետք է ուղղացնի բարձրագույն արժեքին, մարդուն, նրա կարիքներին ու պահանջմունքներին։ Առողջապահությունից մինչև կրթություն, անվտանգությունից մինչև արդարադատություն, լայն իմաստով մարդու բարեկեցության հարցերին։ Իսկ ինչպես հասնել այդ նպատակին հաշվեկնության գործառույթի միջոցով։ Պատասխանը հստակ է հանրային կառավարման բարելավմանը նպաստելու ճանապարհով։ Այս համատեքստում կարևորում եմ որպես հաշվեկնության չափանիշներ ոչ միայն ՀՀ օրենսդրությունը դիտարկելը, այլև միջազգային լավագույն փորձն արտացոլող ստանդարտները։ Այդ մոտեցմամբ հաշվեկնությունների արդյունքում հաշվեկնիչ պալատը կտրամադրի կենսագործունեության ամենատարբեր բնագավառներում պետական կառավարման ինստիտուտների աշխատանքը միջազգային լավագույն փորձն արտացոլող չափանիշներին մոտեցնելու իրատեսական առաջարկներ։ Այս ուղղությամբ արդեն իսկ առկա են որոշակի արդյունքներ, որպես օրինակ կարող եմ նշել առողջապահական ենթակառուցվածքի դիմակայունությանը, պարտադիր կրթությունում ընդգրկվածությանը, պրոբացիայի շահառուների վերասոցիալականացմանը, օդի աղտոտվածության նվազեցման նվիրված վերջին հաշվեկնությունները։ Այդ բոլոր հաշվեկնությունների առանցքում կենտրոնում մեր հազարավոր քաղաքացիների կարիքներն են, նրանց կյանքին, առողջությանը, բարեկեցությանը առնչվող հարցեր, առկա խնդիրները հասցեագրող ինստիտուցիոնալ բարելավման շատ կոնկրետ առաջարկներ։ Կարևոր է լինելու նաև ֆինանսական աուդիտի կարողությունների հետագա զարգացումը։ Ֆինանսական աուդիտների իրականացմամբ հաշվեկնիչ պալատի ստեղծած հավելյալ արժեքը մեկ բառով կարելի է բնութագրել որպես վստահություն։ Վստահություն մարդկանց համար, որ իրենց վճարած հարկերը օգտագործվել են այնպես, ինչպես արտացոլված է հաշվետվություններում։ Վստահություն պատգամավորների համար պետբյուջեի կատարման հաշվետվությունները հաստատելիս։ Այս ուղղությամբ առաջիկա տարիներին էական զարգացում է լինելու նաև հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտների ներդրումը և դրանց հիման վրա կառավարության համախմբված ֆինանսական հաշվետվությունների մշակումը։ Հրապարակված հաշվետվությունները առանց աուդիտորական կարծիքի ունեն մի օգտակարություն, իսկ աուդիտորական կարծիքի առկայությամբ բոլորովին այլ։ Այդ հաշվետվությունները աուդիտի ենթարկելը թույլ կտա կարծիք արտահայտել ոչ միայն բյուջետային հոսքերի, եկամուտների ու ծախսերի, այլև պետության ունեցվածքի ակտիվների վերաբերյալ։ Երկրորդ արժեքը գերազանցություն կամ որակ։ Որպեսզի հաշվեկնիչ պալատը կարողանա նպաստել այլ ինստիտուտների արդյունավետության բարելավմանը, նախ ինքը պետք է արդյունավետ գործի, ինքը պետք է որակյալ արդյունքներ տրամադրի։ Այդ խնդրի լուծումը մեծապես կախված է լինելու հետևյալ հանգամանքներից։ Առաջինը հաշվեկնությունների իրականացումն է աուդիտի միջազգային ստանդարտներին համապատասխան։ Վերջինս իր հերթին ենթադրում է կառույցի համալրվածություն որակավորված աուդիտորներով, մասնագետներով։ Կարևոր է ընդգծել, որ որակավորումը պարզապես փաստաթուղթ չէ, այլ հավաստիացում, որ տվյալ անձը տիրապետում է ստանդարտներին եւ ունակ է կիրառել դրանք կոնկրետ հաշվեկնության համատեքստում։ Կառույցը սկսեց գործել մի իրավիճակում, մի մեկնարկային կետից, երբ առկա էր որակավորման պահանջին բավարարող 0 աուդիտոր, եւ իրականացվող բարեփոխումների արդյունքում միջնաժամկետ հորիզոնում կհասնի այն թիրախային կետին, երբ կառույցում առկա կլինի որակավորման պահանջին չբավարարող 0 աուդիտոր։ Աուդիտորներից զատ կարևոր նշանակություն է ունենալու նաև միջդիսցիպլինար թիմի ձևավորումը բաղկացած տվյալագետներից, վիճակագիրներից, իրավախորհրդատուներից, մեթոդաբաններից, աուդիտորական արդյունքների հաղորդակցության ու մարդկային ռեսուրսների կառավարման բարձրակարգ մասնագետներից։ Եվ այս հատվածում վերջինը ինստիտուցիոնալ գերազանցության հասնելու ճանապարհին էական է լինելու թվայնացման դերը։
հաշվեկնության գործառույթի թվային փոխակերպումը։ Հատկապես ֆինանսական հաշվեկնությունների արդյունավետությունը բարձրացնելու տեսանկյունից կարևոր են հանրային հատվածի տվյալների շտեմաներում առկա մեծ տվյալները, դրանց համադրման եւ վերլուծության կարողությունների զարգացումը, այդ գործընթացում արհեստական բանականության ընձեռած հնարավորությունների ակտիվ կիրառությունը։ Եվ վերջապես երրորդ արժեքը փոխգործակցություն։ Աշխատանքի պետական բաժանման համակարգում սահմանադրական գործառույթների շարքում դժվար է գտնել երկու այլ գործառույթներ, որոնք այդքան սերտորեն փոխկապակցված կլինեն, որքան խորհրդարանական վերահսկողության եւ հաշվեկնության գործառույթները։ Պետք է հաստատել, որ ձևավորվել է հաշվեկնության արդյունքների համատեղ քննարկման լավ ավանդույթ։ Կարծում եմ առկա է փոխգործակցության խորացման ներուժ, ինչպես հաշվեկնության թեմաների պլանավորման փուլում առաջնահերթությունների ներդաշնակեցման, այնպես էլ հաշվեկնություններին հաջորդող հետհսկողության փուլում, նպաստելով, որ առաջարկները միսուարյուն ստանան, իրացվեն իրական կյանքում, վերածվելով ապրող իրողությունների։ Կարևորում եմ նաև կառավարության հետ արդյունավետ համագործակցությունը։ Հաշվեկնության առաջարկների հիմնական հասցեատերը դրանք իրականացնողը նախարարություններն են, գերատեսչությունները տարբեր։ Հաշվեկնության գործառույթը այդպիսով տրամադրվում է անկախ մասնագիտական հայացք, թույլ տալու ուշադրություն սևեռել եւ լուծել կառավարման մեջ առկա եւ երբեմն աչքի համար սովորական դարձող ամենատարբեր խնդիրներ, խթանելով այդպիսով նաեւ հաշվետվականությունն ու թափանցիկությունը։ Այսպիսով մարդակենտրոնություն, հաշվեկնությունների կենտրոնում դիտել մարդուն, նրա կարիքները եւ նպաստել դրանք հասցեագրող ինստիտուտների զարգացմանը, գերազանցություն տրամադրել միջազգային ստանդարտներին համապատասխան որակի աուդիտորական արդյունքներ եւ փոխգործակցություն, օրենսդիր եւ գործադիր իշխանության մարմինների հետ ներդաշնակ աշխատանքի միջոցով նպաստել հանրային կառավարումը բարելավելուն։ Կարծում եմ արժեբանական այս եռամիասնությունը թույլ կտա հաշվեկնության գործառույթի ներուժը լավագույնս ծառայեցնել հանրային շահին։ Եվ վերջում հաշվի առնելով կենսագրության հրապարակման հանգամանքը ամփոփ նշեմ, որ աշխատանքային գործունեության շուրջ 1 տասնամյակ անցել է պետական համակարգում, որի հիմնական մասը հաշվեկնիչ պալատում կառույցի գործունեության մեկնարկից մինչ օրս ընդգրկելով նրա գործունեության ամենատարբեր ուղղությունները։ Այն թույլ է տվել արտաքին պետական հաշվեկնության բնագավառում կուտակել փորձ ու գիտելիքներ, որոնք հանձնաժողովի ու ազգային ժողովի հավանության պարագայում պատրաստական են տվյալ ռազմավարական մակարդակում ծառայեցնել հաշվեկնիչ պալատի հետագա զարգացման գործին։ Շնորհակալ եմ ուշադրության համար։